Հանուն Հոր և Որդվո և Ոգու Սրբո ամեն։ Ոչ զի մենք սիրեցակ Աստված, այլ զինա սիրյացыз մեզ և առաքյաց զորթին յուր իքավություն մեղած մերոց։ Մենք չէ որ սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և ուղարկեց իր որդուն մեր մեղքերի քավության համար։ Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, այսօրվա կիրակին մեր եկեղեցու հայրերը կոչել են երկրորդ ծաղկազարդ։ Երբ առաջին ծաղկազարդի ժամանակ հիշատակվում էր Տիրոջ գալուստը մեզ մոտ երկրային Երուսաղեմ, ապա այսօր նրա մուտքը հրեշտակների մոտ վերին Երուսաղեմ է հիշատակվում։ Այն օրը Տերը փառաբանվում էր ինչպես Դավթի որդի, իսկ այսօր ինչպես Աստծո որդի։ Այն օրը Տերը բազում ժողովրդի ուղեկցությամբ մտավ ներքին Երուսաղեմ, իսկ այսօր հրեշտակների յուրավոր բանակներով մտավ վերին Երուսաղեմ։ Քրիստոսի վերին Երուսաղեմ մտնելու իրողությունը մեզ պատմում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որին խորվիրաբի մեջ եղած ժամանակ սպասավորող հրեշտակն էր հայտնել այս իրողությունը։ Եվ այսօր մենք խնդրում ենք Տիրոջից, որ մեզ պարգևի մանուկների մաքուր սիրտն ու անկեղծ ուրախությունը, որ մեզ շնորհի հրեշտակների հնազանդությունն ու երկյուղատությունը, մանուկների մաքրությունն ու հրեշտակների մաքրությունն ու հնազանդությունը միավորում են իրենց մեկ ընդհանուր փաստի շուրջ, այն է իրենք վստահ ու աներկբա հավատով հետևում են Տեր Աստծուն։ Եվ որպեսզի մենք էլ այս օրվա խորհրդով կարողանանք մանուկների և հրեշտակների պարզությամբ մեր սրտերում ընդունենք Աստծուն, քանի որ Քրիստոս ասում է. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայություն մտնել չենք կարող։ Ուրեմն մենք էլ մանուկների մաքրությամբ փառաբանենք նրան ու խոնարհվենք նրա առջև։ Փնտրենք մեր երկնավոր ծնողին, մանուկների պես համոզված լինելով, որ միայն մեր ծնողի գրկում է ապահովությունը։ Բայց Աստված ավելի է մեզ համար, քան ծնող, որովհետև երբեք չի լքում մեզ, հոգում է մեր կարիքները, սիրում է մեզ անշահախնդրորեն, չի ցանկանում մեր կործանումը։ Եթե շատ դեպքերում օրինակ մեղանչումների ժամանակ մեր ծնողները կարող են չհասկանալ ու չներել մեզ, ապա Տերը ոչ միայն գրկաբաց սպասում է մեզ, այլև մեր մեղքերի թողության համար իր միածին որդուն զոհեց, որպեսզի նրան հավատալով կարողանանք փրկվել։ Երբ մենք խնամում ենք մեր այգին, ուշի ուշով հետևում ենք մեր մշակած բույսերին, ծառերին, սպասում ենք պտուղները քաղելու։ Երբ եղանակի պատճառով վնասվում են պտուղները, ցավ ենք ապրում, ափսոսում ենք, թե մեր տանջանքը և մեր թե շահույթի համար։ Այդպես էլ Տերն է ցավ ապրում, երբ որոմ է աճում մեր սրտերում, երբ սպասված պտուղները չենք տալիս, նա ցավում է մեր հոգիների կորստյան համար։ Աստված ծնող է,
որ ուզում է տեսնել իր զավակների բարի պտուղները, բարի գործերը։ Աստված բժիշկ է, որ բժշկական նշտարով ուզում է մաքրել մեր մեղքերը, ցանկանում է մեր օրգանիզմից, մեր մարմնից հեռացնել բանսարկուի ներարկած մեղքերի թույնը, ցանկանում է մեր հոգու ցորենի արտից վերացնել թշնամու ցանած որոմը եւ իր հեշտակներին է ուղարկում մեզ պահպանելու համար։ Եթե նույնիսկ Տերը խրատում ու հանդումանում է, ապա ծնողի նման բարին է ցանկանում իր զավակների համար։ Առակած գրքում կարդում ենք. «Որդյակ, մի անարգիր Տիրոջ խրատը եւ մի դժգոհիր նրա հանդիմանությունից, քանզի Տերը ում սիրում է, նրան խրատում է եւ պատժում նրան, ում ընդունում է որպես որդի»։ Հիսուս Քրիստոս այնքան է սիրում մարդկանց, որ երբեք չզղջաց իր խաչելության համար, ի տարբերություն մարդկանց, որ երբեմն զղջում են իրենց կատարած բարեգործության համար, անարժան համարելով նրանց, ում համար բարիք են գործել։ Սուրբ Գրիգոր Նարեկացին ասում է. Աստված նախապես իմանալով մեր մեղքերը, այդուհանդերձ մեզ կյանք է պարգևում։ Ուստի Աստծո որդու մարդացմամբ, գալստությամբ, հարությամբ ու համբարձմամբ պետք է ուրախանալու ցնցալ եւ ոչ թե խաչողների նման համառորեն անհավատ լինել եւ փակել մեր սրտերի դռները Աստծո առաջ։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի մարդացումը, գալուստը, մուտքը Երուսաղեմ ավետում են սպասվելիք նոր կյանքը Քրիստոսով։ Մարդկանց վերածնունդը, բժշկությունը, փրկությունը, մահվան պարտությունն ու կյանքի հաղթանակը։ Նրա համբարձումը ավետում է Սուրբ Հոգու Մխիթարիչի գալուստը։ Նրա աշակերտների ու առաքյալների քարոզությունը ավետում է Աստծո որդու խոստացած հավիտենական կյանքը։ Հետևաբար, սիրելիներ, այսօրվա խորհուրդը կամ պատգամը մեզ լինի մանուկների ու հրեշտակների ուրախությամբ ու ցնծությամբ ընդունելու Հիսուս Քրիստոսին։ Որքան էլ մարդիկ այսօր զբաղված լինեն ու ցանկանան իրենց գործը ավելի լավագույն կերպով անել, այդուհանդերձ պետք է ժամանակ գտնեն Աստծո համար։ Իրականում օրվա ընթացքում հնարավորություններ են ստեղծվում մարդու համար Աստծուն հիշելու, մի աղոթք մրմնջալու եւ մի փառաբանության խոսք երկինք ուղղելու համար։ Այդ հնարավորությունները միշտ պետք է օգտագործենք, սիրելիներ։ Ահա թե ինչու մեր մաղթանքն է, որ մեր թվացյալ արթմնի կյանքը Աստծո նկատմամբ անտարբեր չանցնի, այլ ընդհակառակը մենք արթուն լինենք մեր հոգևոր կյանքում։ Թող մեր իմաստությունը չծառայի միմիայն կյանքի տարբեր խնդիրներ լուծելու համար, եւ սակայն աստվածահաճո գործերի հարցում բարիք արարած չլինենք եւ Աստծուն ներկայացնելու ոչինչ չունենանք, այլ թող մեր աշխատասիրությամբ ոչ միայն կարողանանք բարիք ստեղծել, այլ նաեւ կարողանանք Աստծուն փառաբանենք եւ ապրենք այնպես, ինչպես վայել է ճշմարիտ քրիստոնյային։ Թող մեր գերազանց վարքն ու պարտաճանաչությունը
հպարտություն չծնեն մեր սրտերում և Աստծու փոխարեն մեր սրտերում բազմացնեն հպարտությունը ու փառաբանությունը մեր իսկ անձերին, այլ պետք է խոնարհություն ունենանք և փառաբանենք Աստծուն, որպեսզի այդ խոնարհությամբ Աստված մեզ փառավորի։ Թող մեր կյանքը ունայն չանցնի, այլ լցվի Աստվածահաճո պտուղներով։ Թող մեր կյանքը ընթանա Աստծո ներկայությամբ, այլ ոչ թե բազմազբաղ, բայց իրականում առանց հավատի ու առանց Աստծո։ Սիրելիներ, երբ մենք եկեղեցի են գալիս, եկեղեցու դռները միշտ բաց են մեր առջև, որպես Աստծո տուն։ Ուրեմն, մեր սրտերի դռներն են միշտ բաց պետք է լինի Աստծո առջև, որպեսզի Աստծո օրհնությունը, Աստծո սերը միշտ ներթափանցի մեր հոգու մեջ։ Եկեղեցին իր առաքելությամբ, իր սրբությամբ կատարյալ մաքուր է, և այդ մաքրությունը մենք կարող ենք զգալ, հասկանալ, երբ մեր հոգու դռները բաց լինի Աստծո սրբության առջև։ Ուրեմն բացենք մեր հոգիները Քրիստոսին մեր հոգիների մեջ, և Քրիստոս հավիտյան պետք է ապրի այնտեղ, ու Քրիստոսին ներկայությամբ, սիրելիներ, վստահաբար մենք կապրենք այնպես, ինչպես վայել է ճշմարիտ քրիստոնյային։ Երբեք մեղքեր չենք գործի, այլ կառաջնորդվենք Աստծո օրհնությամբ ու պահպանությամբ։ Մանուկների ու հրեշտակների նմանողությամբ փառաբանություն կվերառանքենք առ Աստված և երջանիկ կլինենք Աստծուն ընդառաջ գնալով, Աստծուն երկրպագելով, Աստծո առջև խոնարհեցնելով մեր անձերը։ Շնորհք, սեր և խաղաղություն յառն մերով Հիսուսի Քրիստոսի, եղիցի ընձեզ և ընդամենեսյան սրտ։ Ամեն։